Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, այս ռոմանտիկ երգից հետո ոնց կարելի է սեր չտարածել ամբողջ շրջապատով մեկ։ Սիրելիներս հուսով եմ կմնաք մեզ հետ առաջին ծրագրի հետ եւ ես եւ Սոնան կփորձենք այսօր ձեր տրամադրությունը բարձր պահել։ Դուք համեղ նախաճաշ պատրաստեք, միացեք առաջին ծրագրին, որպեսզի իմանաք շատ հետաքրքիր նորություններ, լսեք շատ հետաքրքիր հարցազրույցներ եւ իհարկե ծանոթանաք օրվա բաղադրատոմսին։ Այսօր համեղ ուտեստ եմ առաջարկելու ձեզ, որը կարելի է համարել եւ աղցանի տարբերակ, եւ տաք ուտեստի, նախուտեստի տարբերակ։ Ընթացքում կհասկանանք այն ինչպես անվանել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է մի քանի բանջարեղեն։ Մեզ պետք է լինելու սմբուկ, կարտոֆիլ, այստեղ ունեմ մեկ կարմիր պղպեղ, մենք այս ամբողջը կպատրաստենք, ընթացիկ ինչ-որ բաներ կավելացնենք եւ իհարկե վերջում կուզեմ ամփոփենք նաեւ արժեքային այդ համակարգը, հասկանանք թե ինչ կարժենա այս աղցանը մեզ օրվա աղցանը պատրաստելու համար, ինչ գումար մենք կծախսենք։ Եվ իհարկե հիմա կսկսենք աշխատանքը, իսկ այս ամբողջ բանջարեղենը մենք պետք է տապակենք, բավականին գործընթաց է այստեղ սպասվում, այս ամբողջը պետք է կտրատել եւ սկսել տապակել։ Ես հագնեմ իմ գոգնոցը եւ անցնենք առաջ։ Մի քանի ուրեմն մթերք, բայց կստանանք շատ համեղ, օգտակար, ինչու ոչ նաեւ հագեցնող մի համեղ ուտեստ, որը օրվա ընթացքում հաստատ ես կարծում եմ ընտանիքի անդամներին կարող ենք գոհացնել այս աղցանով։ Ահա, անցնենք առաջ եւ սկսենք կտրատման process-ը։ Ինչ ենք անելու սիրելիներս։ Ես վերցնեմ մեր սուր դանակներից որևիցե մեկը եւ իհարկե սկսենք կտրատել։ Ամբողջ բանջարեղենը սիրելիներս կտրատելու եմ փոքրիկ խորանարդերով եւ այսպես ենք տապակելու, թե շատ արագ է տապակվում այս տարբերակով եւ թե շատ համեղ ու հարմարավետ է լինելու օգտագործման ընթացքում։ Այսպես հեռացնեմ ուղղակի ոչ պետքական մասերը եւ անցնենք առաջ։ Սիրելիներս համեղ նախաճաշ պատրաստեք, մինչ ես այս ընթացքում կկտրատեմ այս բանջարեղենները, ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման նախաճաշ պատրաստեք, հավկիթ պատրաստեք անպայման, որովհետև այն շատ օգտակար է, գոնե շաբաթական 2 անգամ ամենակիչը փորձեք պատրաստել հավկիթ եւ ուտել ճաշակել անպայման նախաճաշի համար, սա պարտադիր պայման է, հաց, պանիր, կարագ, մուրաբա, այս բոլորը շատ պարտադիր նախաճաշ է մեր օրգանիզմի համար, հատկապես այս ընթացքում, որը սեզոնային այս փոփոխությունը արդեն բավականին տաքացել է եղանակը, մենք շատ արագ մենք հագուստից, մեր տաք հագուստից ազատվում ենք, որը պատճառ է դառնում արդեն հիվանդության, շատ արագ մրսում ենք տաք, հով, այսպես շատ արագ մրսում ենք, իմ օրինակից եմ ասում, այնպես որ շատ զգուշ եղեք, ամեն դեպքում մեր օրգանիզմի ամրությունը շատ կարևոր է եւ դա կապահովի նախաճաշը։ Այսպես, ես հիմա քիչ հետո կմոտեցնեմ մեր թավան, այս մեկ կտորն էլ կտրատեմ եւ բերեմ թավան։ Այսպես։ Ահա, բերում եմ թավան։ Սիրելիներս, արդեն սկսում եմ տապակման գործընթացը։ Դուք մնում եք մեզ հետ համեղ նախաճաշով անպայման եւ հիմա կլինի դադար, մնացեք մեզ հետ, որպեսզի շարունակությունը տեսնեք։ Ահա, ինչն ենք կարևորում եւ ինչն է հեռուստադիտողը մեզ մոտ ամենաշատը գնահատում, այն, որ մենք սեփական փորձով փորձարկում ենք յուրաքանչյուր արտադրանք, որը ներկայացնում ենք սիրելի հեռուստադիտողներ ձեր ուշադրությանը եւ մինչեւ շատ չենք սիրում, հեռուստաէկրաններից այդ ամենի մասին չենք խոսում։ Հիմա Ադրինեն կփաստի այդ ամենի մասին, վստահ եմ եւս։ Շնորհակալ եմ Սոնա ջան, դու իրավացի ես։ Բարի առավոտ մեր հեռուստադիտողին, այո, ես հաստատում եմ, վստահեցնում եմ ձեզ, որ
արտակարգ ապրանքանիշ է, ելոլա ապրանքանիշը, որովհետև մենք իսկապես այստեղ բազում անգամներ ուտեստներ ենք պատրաստել եւ օգտագործել ենք հենց այս ապրանքանիշի մթերքները։ Ես կարծում եմ այս ընթացքում բավականին ես ուտեստներ եմ ներկայացրել, որտեղ օգտագործել ենք եւ կատնամթերքը եւ իհարկե պանրի տեսականին, որը շատ համեղ է, իրականում շատ համեղ է։ Սա պարզապես գովազդ չէ, այլ իրականություն։ Այնպես որ փորձեք դուք էլ, եթե երբևէ չեք փորձել, ապա անպայման փորձեք։ Իսկ եթե փորձել եք, վստահ եմ, որ կհաստատեք իմ խոսքերը։ Եվ իհարկե անցնելով առաջ, ասեմ, թե ինչ ենք արել մինչ այս պահը, ես շատ գործողություն չեմ կատարել, միայն շատ ձեթի մեջ տապակում ենք մեր փոքրիկ, այսպես կտրատած կարտոֆիլները եւ հիմա պետք է համեմենք, ինչու շատ յուղի մեջ, որպեսզի շատ արագ տապակվի այն եւ իհարկե նշեմ, որ որքան յուղը մենք շատ ենք լցնում, առատ յուղով ենք տապակում բանջարեղենները, այնքան արագ են իրենք տապակվում եւ շատ յուղ չեն կլանում իրենց մեջ։ Այսա պետք է ֆիքսել սիրելիներս, սովորաբար կարծում ենք, օй ինչքան յուղոտ է, այսքան յուղի մեջ ոնց կարելի է որևիցե բան տապակել, բայց հավատացնում եմ այս տարբերակով ավելի քիչ է բանջարեղենը մթերքը յուղ կլանում, քան սովորաբար քիչ յուղով տապակելը։ Եվ տապակելուց հետո անպայման ես այս ամանի մեջ կդնեմ անձեռոցիկ եւ այն կթողնենք, որպեսզի յուղը ավելի քամվի։ Այս այլ է կարևոր պայման, որպեսզի մաքսիմալ քիչ յուղոտ լինի մեր այսօրվա ուտեստը։ Այսպես։ Հիմա այս պահին պետք է համեմենք մեր համեղ կարտոֆիլը, իհարկե պետք է աղ օգտագործենք այստեղ, գունավոր այս գեղեցիկ դասական պղպեղները, իհարկե կարմիր պղպեղ, սև պղպեղ, այսպես, եւ իհարկե քրքում, անպայման քրքում պետք է օգտագործենք, գիտեք, ես սիրահար եմ, որպեսզի եւս մեկ անգամ կրկնեմ, այն նպաստում է մարսողությանը, շատ ավելի դյուրամարս է դարձնում ուտեստը, չգիտեմ, հատկությունը այդպիսինն է քրքումի։ Այսպես, տեսեք, բավականին գեղեցիկ է արդեն տապակվել մեր այս համեղ կարտոֆիլը եւ հիմա շարունակենք մյուս հատվածը եւս տապակել։ Ես այստեղ դեռ մեկ կարտոֆիլ ունեմ կտրատելու, փորձեմ դա էլ կտրատել ու կանցնենք առաջ։ Ասեմ, որ սմբուկը եւ պղպեղը եւս այսպես պետք է կտրատենք ու նույն համեմունքներով տապակենք։ Մինչ ես կտրատեմ, այս չափաբաժինը կարծում եմ կտապակվի։ Պատրաստման եղանակը շատ հեշտ է, սիրելիներս, պարզապես պետք է ձեռքի տակ ունենալ համապատասխան մթերքները եւ պատրաստել։ Ինչպես նշեցի, վերջում, ամենավերջում կանրադառնանք մենք արժեքին այսօրվա աղցանի, որպեսզի բոլորի համար էլ պարզ լինի, թե այսպիսի աղցան ստանալու համար որքան գումար պետք է ծախսել։ Այսպես, ահա, կարող եք նաև այս ընթացքում սմբուկը եւս կտրատել, այսպես, բավականին թարմ են սմբուկները, ասեմ, շատ այսպես հյութեղ, շատ տնական լեզվով ասած մսոտ սմբուկներ են։ Կարծում եմ արդեն պահն է այս չափաբաժինը, ուրեմն յուղից հանելու եւ իհարկե անդրադառնանք մյուս մասին։ Այսպես, ինչպես նշեցի, սիրելիներս, պետք է անձեռոցիկ փռենք մեր տարայի մեջ, որպեսզի յուղը ավելի լավ քամվի եւ շատ յուղալի չստացվի մեր այսօրվա ուտեստը։ Այսպես դնեմ այստեղ եւ փորձեմ ավելի արագ անել այս գործողությունը։
ահա տեսնում եք ինչ գեղեցիկ տապակվեց, այն ֆրիի տարբերակը համարյա թե դարձավ, որը բոլորը սիրում են, հատկապես երեխաները։ Ես կարծում եմ այս տարբերակով տապակված կարտոֆիլը էլի երեխաներին շատ դուր կգա, եթե չեք զլանա, ապա այսպես պատրաստեք, թող երեխաները ճաշակեն այն։ Հիմա ավելացնեմ հաջորդ չափաբաժինը, իհարկե պետք է զգուշ լինենք, քանի որ յուղը շատ տաք է։ Այսպես։ Մի անգամից կավելացնեմ համեմունքները, սիրելիներս, էլի նույն տարբերակով աղ, քրքումը արդեն չեմ ավելացնի, քանի որ յուղը ամբողջովին ուրեմն տարածվել է յուղի մեջ քրքումը, այստեղ միայն կավելացնեմ սև պղպեղը եւ իհարկե կարմիր պղպեղը, այսպես, շատ լավ, ահա, այսպես փորձենք խառնել, թողնենք հանգիստ, ոնց որ այս գեղեցիկները տապակվեցին, սրանք էլ տապակվեն, շարունակությունը քիչ ավելի ուշ դուք մնացեք մեզ հետ, դադար մեր եթերում։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի ու թանկագին հեռուստադիտողներ ջան, ողջունում եմ բոլորիդ եւ ասում եմ, որ այսօր պատրաստում ենք շատ համեղ աղցան կամ տաք նախուտեստի տարբերակ, ոնց կցանկանաք հենց այդպես էլ կանվանենք եւ ասեմ թե ինչ ենք արել մինչ այս պահը։ Կարտոֆիլը եւ սմբուկը փոքրիկ խորանարդներով կտրատել եմ եւ իհարկե շատ յուղի մեջ տապակել եմ այն, արդեն այս ամանի մեջ բավականին տապակված բանջարեղեն ունենք եւ շարունակությունը դեռ ընթանում է, այստեղ տապակվում է մյուս չափաբաժինը սմբուկի, ես դեռ համեմունքը չեմ ավելացրել, այստեղ կավելացնեմ սև եւ կարմիր պղպեղ, աղ արդեն անկեղծ եթե լինեմ, արդեն աղը ավելացրել եմ, այսպես, մի փոքր էլ սև պղպեղ, ահա, եւ համբերատար սպասենք, մինչ այս չափաբաժինն էլ տապակվի, իհարկե շատ յուղի մեջ շատ այն արագ է տապակվում, եւ շատ յուղ չի կլանում իր մեջ, ամենակարևորը ինձ հենց դա է դուր գալիս, երբ յուղը շատ է լինում, շատ արագ է ամեն բան կատարվում։ Եվ այստեղ իհարկե ունենք կարմիր պղպեղը կտրատված, հենց այս սմբուկը ես դատարկ եմ ամանի մեջ, կտապակենք նաեւ պղպեղը։ Ասեմ, որ սիրելիներս, այստեղ կարող եք սոխ եւս ավելացնել, սոխ տապակել, էլի այսպես խորանարդներով կտրված սոխ տապակել, խառնել, շատ համեղ է լինում, ես զուտ հասկանալի պատճառներով այսօր սոխը չեմ օգտագործում, բայց անպայման տաննեք, դուք օգտագործեք։ Ինչու ոչ կարելի է նաև սխտորի շերտեր էլ ավելացնել, էլի շատ տեղին ու համեղ կստացվի։ Եվ այսպես, ասեմ, որ այս աղցանի հետ ուզում եմ նաև կողքին մատուցել մի փոքրիկ սոուս։ Սոուսը կպատրաստեմ թթվասերով եւ քամած մածնով։ Ահա մենք այստեղ ունենք քամած մածուն, ես անպայման կօգտագործեմ։ Քամած մածունը իր ամբողջ բաղադրությունով շատ համեղ է։ Ասես թե որևիցե բան իր հետ խառնել պետք չէ, բայց այս պարագայում ուզում եմ մի փոքր քամած մածնի խտությունը ուրեմն թուլացնել եւ ավելի այսպես սոուսային տարբերակ դարձնել, դրա համար հետը կխառնեմ անպայման թթվասեր։ Այդտեղ մի փոքր համեմունքներ կավելացնենք եւ այս համեղ աղցանի կողքին այն կմատուցենք։ Ահա, համարյա թե պատրաստ է նաեւ մեր սմբուկը։ Իհարկե չեմ կարող նկարագրել որքան հեշտ է ստացվում այս տապակման process-ը, որովհետեւ թավան էլ շատ այսպես նպաստում է այս գործողություններին։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման դուք էլ այս տարբերակով պատրաստեք։ Ահա, սիրելիներս, ահա, այսքանն է այս պահին մեր գործողությունները, շարունակությունը կտեսնեք հետո, դուք մնացեք մեզ հետ, դադար կլինի մեր եթերում, հետո միասին կշարունակենք, մնացեք մեզ հետ։ Դե ինչ առողջ ապրելակերպի կարևորագույն մաս է կազմում նաև առողջ սնունդը, իսկ այդ հարցում մեզ մշտապես օգնում է մեր շատ սիրելի Ադրինեն, ով
բազմաթիվ համեղություններ է պատրաստում այս պահին խոհանոցում։ Սիրելի Ադրինե, Շնորհակալ եմ Սոնա ջան, բարի առավոտ իմ թանկագին հեռուստայտող Սոնան ճիշտ է։ Լավ մարզվելուց հետո պետք է առողջ սնունդ։ Մենք փորձեցինք այսօր պատրաստել միասին տապակա, տարբեր բանջարեղեններով։ Այստեղ օգտագործեցի կարտոֆիլ, օգտագործեցի սմբուկ եւ իհարկե կարմիր պղպեղ։ Դուք կարող եք, ինչպես ամենասկզբում նշեցի, այստեղ հավելել նաեւ տապակված սոխ, ինչը շատ համեղ կդարձնի, առավել համեղ եւ օգտակար կդարձնի այս ուտեստը։ Սա կարող ենք կոչել եւ նախուտեստի տարբերակ, տաք վիճակով մատուցել եւ աղցանի տարբերակ, սառելուց հետո որպես աղցան մատուցենք։ Եվ ինչպես ամենասկզբում ասացի, կարող ենք նաև կողքին որևիցե սոուս մատուցել։ Եվ սոուսի համար մեզ անհրաժեշտ է այս պահին քամած մածուն եւ թթվասեր, բայց մինչ անցնենք սոուսի պատրաստմանը, ահա ուզում եմ եւս մեկ անգամ ցույց տալ մեր տապակված բանջարեղենը, այստեղ ունենք սմբուկ, կարտոֆիլ, կարմիր պղպեղ։ Ես հիմա կփորձեմ այն մի փոքր այսպես այս տարբերակով միախառնել, որպիսի այսպես ավելի գեղեցիկ լինի, գթալի օգնությամբ մի փոքր կարող է վնասենք մեր բանջարեղենները, իսկ այս ձևով ավելի լավ է ստացվում խառնել։ Ահա բոլոր բանջարեղենները համարյա թե խառնվեցին։ Եվ մեր աղցանը պատրաստ է, նույնիսկ մեկ կտոր թռավ այստեղ, ոչինչ։ Սիրելիներս, արդեն պատրաստ է մատուցման աղցանը, այսինքն ինչքան քիչ գործողություններ պետք այս աղցանը ստանալու համար։ Ընդամենը կտրատել եւ տապակել։ Իսկ համեմունքներից օգտագործել ենք այստեղ սև, կարմիր պղպեղ, աղ եւ մի փոքր քրքում։ Այսպես անցանք առաջ եւ անցնելով առաջ պատրաստենք մեր համեղ սոուսը։ Ինչպես նշեցի, ընդհանրապես քամած մաքրությունը հենց իր բաղադրությունով շատ համեղ է, որևիցե հավելու այստեղ իհարկե անհրաժեշտություն չկա, բայց քանի որ ես ուզում եմ որպես սոուս մատուցել այս աղցանի կողքին, ինձ պետք է մի փոքր այս մածնի խտությունը թուլացնել։ Իսկ այդ պարագայում մեզ օգնության կհասնի իհարկե թթվասերը։ Ավելացնեմ քամած մածունը եւ իհարկե թթվասերը։ Մեր շատ համեղ կատնամթերքը, մեր յուրահատուկ կատնամթերքը։ Ողջույն Սոնա ջան։ Բարի լույս եւս մեկ անգամ։ Սոնի ականջը կանչի, ինքը առավոտները շատ սիրում է կատնամթերք օգտագործելով սկսել, ինչը շատ օգտակար եւ շատ կարեւոր է։ Ես կարծում եմ յուրաքանչյուրի համար, հատկապես երեխաներին, պետք է հետեւողական լինել, որպեսզի իրենք առավոտյան անպայման կատնամթերք օգտագործեն, իսկ անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը, որը ունի իհարկե պանիրների լայն տեսականի եւս։ Անպայման ձեռք բերեք, առողջ սնվեք եւ իսկապես մենք խորհուրդ ենք տալիս այն արտադրանքը, որը մենք ինքներս օգտագործում ենք, շատ սիրում ենք եւ մեր օրինակով իհարկե խորհուրդ ենք տալիս նաեւ մեր շատ սիրելի հեռուստադիտողներին եւ այդ իսկ պատճառով վստահությունը մեր հեռուստադիտողների կողմից ունենք։ Հաստատ, ես էլ վստահեցնում եմ, ապացուցում եմ այս խոսքերը, իսկապես շատ համեղ, շատ յուրահատուկ եւ մաքուր, իսկապես անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչի համար մենք շնորհակալ ենք արտադրողին, որովհետեւ սա շատ կարեւոր գործոն է ունենալ մաքուր, օրգանիկ սնունդ։ Եվ ես ասեմ, որ այս պահին հենց Էլոլա ապրանքանիշի կատնամթերքը միախառնեցի քամած մածունը եւ թթվասերը, ուղղակի այստեղ պետք է մի քանի հավելում անենք համեմունքների տեսքով։ Իդեպ փոքրիկ գաղտնիք բացեմ, որը նախորդին եմ իմացել, երբ Էլոլայից մեծաքանակ պատվերներ են լինում, նույնիսկ երբեմն լինում է ժամանակ, որ ընկերությունը չի հասցնում այդ ամենը արտադրել, որովհետեւ ոչ մի հավելում կատնամթերքում չեն օգտագործում, բացառապես անարատ կատնամթերք է եւ այդ իսկ պատճառով սպառողը տարիների ընթացքում արդեն ունի նաև իր հաճախորդների վստահությունը, այնպես որ շնորհակալություն այս ընկերությանը մշտապես մեր կողքին լինելու համար։ Հաստատ։ Դե ինչ, հիմա ինչ ենք անում, ավելացնում ենք համեմունքները։ Այո, մի քանի համեմունք, այսինքն մի քանի շատ։ Մի քանի շատ։ Սև պղպեղ անպայման, այո։ Հետո աղ, բնականաբար։ Ահա։ Շնորհակալ եմ։
Այստեղ մի փոքր սումախ, կխնդրեմ դա էլ փոխանցես, Ահա։ շնորհակալ եմ։ Սումախը յուրահատուկ համ է փոխանցում նմանատիպ սոուսներին եւ աղցաններին։ Ահա։ Եւ իհարկե այստեղ ունենք մի փոքր ցիտրոն կարելի է խառնել, հասկանալ թե ինչպիսի համ կունենա այն։ Սումախը ինձ հիշեցրեց Իջևանի անմահական գինիների մասին իր Այո։ գույնով, իդեպ, քանի որ չորեքշաբթի է, այսօր չենք մոռանում երեկոն հրաշալի է անցկացնել եւ մեզ հետ վերցնում ենք Իջևանի գինուգործարանի կողմից առաջարկվող անմահական գինիները, տեսականին մեծ է, ընտրությունը կարող եք անել ինքներդ։ Այս ընկերությունը շատ հայտնի է թե Հայաստանում եւ թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ առաջարկում է նաեւ պահածոների լայն տեսականի, ինչպես նաեւ հյութերի լայն տեսականի, որոնք մշտապես հիշեցնում են շատ տանը պատրաստված համի ու հոտի մասին։ Իրավացի ես եւ քանի որ սկզբում ճիշտ նոտայից դու սկսեցիր, ասացիր, որ սումախը ինձ հիշեցնում է Իջևանի գինու, այո, գործարանի արտադրանքը, սումախը հենց պատրաստվում է համեղ խաղողից, մեր հայկական խաղողից, ինչպես նաև գինիները պատրաստվում են Իջևանի գինու գործարանի այդ համեղ գինիները մեր արևաշատ խաղողներից։ Արևաշատ, արևային համակարգեր առաջարկում է մեր գործընկերը Solar Center ընկերությունը, կարող եք ձեռք բերել հրաշալի առաջարկների փաթեթ ունի այս ընկերությունը, ապառակի դեպքում առաջին 3 ամիսները ձեր փոխարեն վճարում են հենց իրենք եւ հատուկ մեր շատ սիրելի հեռուստադիտողների համար, եթե զանգահարեք մինչեւ մեր հաղորդման ավարտը, ապա հավելյալ 5% զեղչ ընկերության կողմից կստանաք։ Այո, փորձեք առիթից օգտվել, որովհետև սրանից լավ հնարավորություն կարծում եմ էլ չի լինի։ Հաստատ ես կարծում եմ շատ մեր հայրենակիցները արդեն ձգտում են ունենալ արևային համակարգ, ինչը շատ արդյունավետ է մեր գրպանի համար։ Այո, եւ բրազիլական Տրամոնտինա ընկերությունն էլ արդեն հասանելի է ուրախություն բոլորիս հայ սպառողի համար, ամբողջ աշխարհում եւս այս բրենդը շատ հայտնի է իր բարձր որակի համար, կարող եք ամբողջ ապրանքատեսականին գտնել քաղաքի լավագույն սուպերմարկետներում, այնտեղ տեսականին ամբողջությամբ ներկայացված է եւ ձեռք բերելու դեպքում ձեզ համար ուտեստ պատրաստելը կլինի շատ հաճելի եւ շատ հարմարավետ, ինչպես մեր շատ սիրելի Ադրինեի համար։ Իսկապես, ես վստահեցնում եմ, որ չեք փոշմանի, նույնիսկ եթե գնեք մի փոքրիկ դետալ, մի փոքրիկ իր որևիցե խոհանոցին հարմար, վստահ եմ չեք փոշմանի, այնպես որ շտապեք, գնացեք եւ գնեք ձեզ անհրաժեշտ որևիցե պարագա։ Եվ նույնիսկ կլինի սկիզբ, որպեսզի մնացածն էլ ձեռք բերեք, որովհետև իսկապես սեփական փորձով կրկին այստեղ փորձարկում ենք խոհանոցում, նոր խորհուրդ ենք տալիս ձեզ։ 100%։ Եվ այսպես ես ասեմ, թե ինչ արեցինք, այստեղ միախառնեցինք մի քանի համեմունք մեր քամած մածնի եւ թթվասերի հետ, ցիտրոն ավելացրեցինք, սումախ, աղսև, պղպեղ, սա իհարկե մեր առաջարկած փունջն է, ընտրությունը ձերն է, դուք օգտագործեք ձեր տարբերակով այն։ Եվ այստեղ իհարկե բնականաբար քամած մածնի հետ շատ համահունչ է ընկույզը։ Ես այսօր չեմ օգտագործի, բայց եթե ձեռքի տակ ունեք, անպայման ընկույզ էլ այստեղ օգտագործեք եւ մատուցեք այս ուրեմն աղցանի հետ եւ նշեմ, բույրը շատ լավն է։ Այո, բույրը շատ լավն է եւ մի բան էլ նշեմ, բացի սոուսը, այս աղցանը ես առաջարկում եմ այն մարդկանց, ովքեր պահքի շրջանում են, այն շատ համահունչ է այս շրջանի համար եւ վիտամիններ կան այստեղ եւ իհարկե մսամթերք, որևիցե կենթանական աշխարհին վերաբերվող որևիցե բան չկա այստեղ, այնպես որ կարող եք հանգիստ այն պատրաստել եւ վայելել օրվա ցանկացած ժամին։ Ես կարծում եմ սա կհագեցնի օրգանիզմը եւ կփոխանցի համապատասխան վիտամինները։ Դե ինչ ամբողջ ընտանիքի անդամների համար է փաստորեն, ովքեր պահքը պահում են եւ ովքեր չեն պահում, երկու դեպքում էլ շատ հարմար է։ Այո։ Եւ ես ներողություն եմ խնդրում ըստ իմ սովորության համաձայն ուզում եմ ասել, որ նշել էի հեռուստադիտողին, որ կասեմ որքան է արժեցել այս չափաբաժինը մեզ։ Սիրելի հատվածն է։ Այո, շատ ես սպասում եմ, որ դու պետք է հարցնես, հիշեցնես ինձ։ Այո, ես վերջին պահին հիշեցի, որ պետք է արժեք ասեմ։ Սիրելիներս, այս չափաբաժնի համար ես օգտագործել եմ մոտավորապես, դա էլ լիարժեք չէ, 1100 դրամ, հավատացնում եմ, ինձ թվում է մեկ բաժին աղցանի համար սա բավականին հարմար արժեք է։ Մենք ունեինք այստեղ բավականին լավ թմփլիկ 2 սմբուկ, ունեինք 1 պղպեղ եւ համարյա կես կիլոգրամ կարտոֆիլ։ Կարտոֆիլը սովորաբար մշտապես տանը գոնե 2-3 հատ ունենում ենք, այնպես որ կարելի է ավելի
արժան տարբերակով, ավելի էժան տարբերակով ունենալ այս աղցանը։ Այնպես որ փորձենք այսպիսի մոտեցումներ ցույց տալ, որպեսզի ձեզ էլ առօրյան թեթև թվա եւ իհարկե օգտվենք բարիքներից։ Դե ինչ օրվա առաջարկը ֆանտաստիկայի ժանրից է, միայն մեր շատ սիրելի Ադրինեն կարող է նման աղցանը այդքան համեղ վստահ եմ եւ այդքան գեղեցիկ առաջարկել նման փոքր արժեքով, այնպես որ անպայման նախաձեռնեք եւ հենց այսօր պատրաստեք։ Իսկ մեր եթերում հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա մոտեցավ խոհանոցային հատվածի ավարտը, եւս մեկ անգամ կրկնեմ ինչ պատրաստեցինք, այսօր պատրաստեցինք համեղ աղցան կամ նախուտեստի տարբերակ, կարտոֆիլով, սմբուկով եւ կարմիր պղպեղով, իսկ կողքին պետք է հավելենք սոուսն է պատրաստեցի քամած մածնով, թթվասերով եւ մի քանի համեմունքով, ցիտրոն, սումաղ, սև պղպեղ եւ աղ, եւ իհարկե մատուցեմ, որպեսզի վերջնական տեսքը ձեզ համար պարզ լինի։ Ես այս ամանիկի մեջ մի փոքր լցրել եմ սոուսը արդեն պատրաստի վիճակում, ափսեի մեջ էլ տեղադրեմ սոուսը, այս ձևով փորձեմ տարածել եւ իհարկե այս սոուսի վրա ավելացնեմ մեր համեղ օրվա բաղադրատոմսը։ Այսպես։ Շատ գեղեցիկ, շատ գունեղ, արդեն ամառը հիշեցնող աղցան եւ վիտամիններով իհարկե հարուստ, անպայման կարմիր պղպեղը առատ թող լինի, որպիսի վիտամինները շատ լինեն։ Այս ընթացքում մեզ անպայման վիտամինային խումբ է անհրաժեշտ, որպիսի մենք հիվանդություններից զերծ մնանք։ Եվ իհարկե, որպես հավելում եւ շատ օգտակար մթերք քունջուտ կավելացնեմ այս համեղ աղցանին եւ կասեմ ձեզ բարի ախորժակ, սիրելիներս, ձեզ հետևեք, ձեզ շատ լավ նայեք եւ իմացեք ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։